Բարև ձեզ։ Երբ Ալիևը խոսում է Հայաստանի սահմանադրությունից, ժամանակը չէ մեկը հարցնի. Բաքո զինվորն ինչ գործ ունի այդ սահմանադրությամբ հաստատված տարածքում։ Պարզ չէ, որ հայկական սահմանադրության հորինած պատրվակն ընդհանրեն իրական նպատակը քողարկելու շանտաժ է։ Հայ-ադրբեջանական համաձայնության փաստաթղթին ծափարողներն ինչ է, չգիտեն այդ մասին։ Իհարկե գիտեն։ Գիտեն ավելին, որ Երևան-Բաքու քարոզվող խաղաղությունը, որի մասին այդպես երասկոտ խոսում են, կհաստատվի միայն ռազմական բալանսի վերականգնման դեպքում։ Երբևէ լսել եք այդ ծափահարողներից որևէ մեկն ասի Ալիևին, եթե չես ընդունում կոնֆլիկտի մեր բանալին, կզինենք Հայաստանին։ Տեսեք, քանի օրինակ կա մեր աչքի առջև այդպիսի լուծմամբ։ Քանի դեռ դա չեք լսել, Բաքուն անելու է այն, ինչն արեց Շարլ Միշելի ու Բայդենի հետ խաղափուլում։ Իդեպ մի զարմացեք, Բաքուն անում է այն, ինչը չեն արել Երևանն ու Ստեփանակերտը միասին Ադրբեջանի տոտալ պարտության հետ։ Ամեն պայմանի համաձայն ու ծնկի եկած Հայր Ալիևից չեք ստացել այդ ստորագրությունը, հիմա սպասում եք, որ Անկարայի ու Մոսկվայի օպիումով ապրող որդին դա անի։ Դե նա էլ ասում է անելու գինը, սահմանադրություն միջանցքի գնով։ Դժվար է պատասխանել։ Այդ դեպքում խաղաղության խաչմերուկն էլ կլինի միայն Իրանից դեպի հյուսիս, Պարսից ծոցից Սև ծով, թե մանկության երազանք է Ռուսաստան Ադրբեջանով գնալը։ Հաջողություն։